Բարի երեկո հարգելի հետևորդներ, օրեր առաջ հակակոռուպցիոն դատարանից դուրս եկա եւ ասեցի, որ նոր դեմք եմ բերել ձեզ։ Երևի բոլորս հոգնել ենք Գագիկ Խաչատրյան, Սերժ Սարգսյան, Կոմիտաս Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան ու այդ ամբողջ այդ Երվանդ Զախարյան, Կարեն Դավթյան, բայց պարզվում է մեր երկրում կան ծպտված միլիոնատերեր։ Կան մարդիկ, որոնց մենք դեմքով չենք ճանաչում։ Եվ միգուցե դրանից դրդված այդ սուբյեկտը, որին տեսնում եք էկրանի վրա, երբ դատական նիստներ գնում, հրաժարվեց, որպեսզի իրեն տեսաձայնագրեն, չնայած դեռնբաց դատական նիստեր եւ մեր կազմակերպությունը մոնիտորինգ է իրականացնում։ Համենայն դեպս կարծում եմ մարդիկ, ովքեր որ արդար են, երբևէ չեն հրաժարվում, որպեսզի իրանց նկարեն, որ հետո իրանք ասեն, այ հիշում եք, թե դատարանը ինչ արեց, բայց մենք արդար եմ, այս մարդը չթողեց, որ իրան նկարենք, ինչևէ։ Եվ ինձ համար հետաքրքիր է, որտեվ հետագայում արդեն սկսելով սեփական, գիտեք, մեկ ինչ լավ հետաքննություն են անում, ես հասկացա, թե ինչն է պատճառը, որ այս մարդը չի ուզում, որ իրեն նկարեն, որտեվ տուժողների մի մեծ բանակ կա։ Եթե մենք տենց մեծ բանակ ունենայինք, մենք բոլոր հարևան պետություններին հաստատ հաղթած կլինեինք բոլոր պատերազմներում։ Ինչևէ, ով է նա, հենց երկար չի ասում են ով է նա։ Արմեն Գագիկի Մելիքյան, որը հանրությանը շատ քիչ հայտնի անձնավորություն է, ավելի շատ վերջինս հայտնի է իր տուժողներին, այն մարդկանց, ովքեր որ տուժել են, ովքեր որ գումարներ են ներդրել, հետո բազմապիսի տարատեսակ թղթերով այս մարդը նենց արել, որ այդ մարդիկ իրանց գումարներից զրկվել են։ Ի ճշմարտություն պետք է ասել, որ գերազանց աշխատում է այս մարդու ուղեղը, լավ կլիներ, որ այդ ուղեղը ավելի լավ նպատակներով օգտագործվեր, ավարտել է, եթե չեմ սխալվում, Ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Եվ հիմա ուզում եմ ներկայացնեմ, թե ինչն էր այս նոր հերոսի արածը, բայց իրականում եմ ասում, ինչ որ մի զուգահեռ եմ ուզում անցկացնել, որ մեր երկրում բոլոր մեծ գումարի հափշտակողները, խարդախություն անողները զգացել եք, որ իրանց դատաքննությունները տևում են տարիներ, այնքան մնում մարդ երկի տարիներս անցան, որ մարդիկ հոգնում են, տուժողների մի մասը մահանում են, մի մասը գնում են երկրից, բայց հետո տենց այն զեյթունի պես հոգնածնում են գործն ու ավարտում։ Սա կոնկրետ վերաբերում է Արմեն Գագիկի Մելիքյանին, որտեվ մենք այսօր ընդհանրապես ներկայացնելու ենք վերջինիս փոխկապակցված անձանց, մասնավորապես միայն ընտանիքի անդամներին, բայց ունենք մի հատ մեծ ցուցակ ներկայացնելու մնացած փոխկապակցված անձանց, ովքեր որ սատարել են վերջինիս կազմակերպած հանցախմբի անդամներ են եղել, բայց չգիտես ինչի մի մասը դուրս է մնացել իրավապահների ուշադրության կենտրոնից, չգիտեմ ինչի մեր իրավապահները մի ձևի զերծ են մնում այդ կազմակերպված հանցախմբով այդ քրեական բարույթներ, հա, նախաձեռնեն, ասենք, խարդախության կամ փողերի լվացման առանձնապես խոշոր չափերը հասկացանք, բայց երբ հարցը գալիս է կազմակերպված հանցախմբի կողմից, մեր իրավապահ համակարգը մի ձևի սենց կողք է կանում։ Երևի թե դա նրանից է, նույնիսկ առանձնապես խոշոր չափերի համար միգուցե պատիժը համարժեք չի, բայց կազմակերպված հանցախմբի դեպքում բավականին ավելի շատ է պատիժը։ Ի վերջո հիմա եթե հասկանանք, թե ինչի համար է այս մարդու գործը հայտնվել հակակոռուպցիոն դատարանում, ու գործերից մեկը, ինչ որ մի մասը հայտնվել է հակակոռուպցիոն դատարանում, ես ուզում եմ, որ պատկերացնեք Արմեն Գագիկի Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գույք, այս էլ մի կողմ, չի գրված, որ խմբով է եղել, իսկ այս մարդը միայնակ չի արել, մենք հաջորդիվ բոլոր ֆիգուրանտներին կներկայացնենք, կարևոր է, ինչպես նաև սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառք է տվել վկային։ Գիտեք, կաշառք տվող ձեռքը միշտ սովոր է կաշառք տալու։ Միգուցե այստեղ է թաքնված շանգլուխը, չգիտեմ, որ նախաքննական մարմինները շատ բարյացակամ են։ Մարդը, որ վկային է կաշառք տալիս, դուք պատկերացնում եք մնացածին ինչ տալ կտա, երևի, այն որ ասես ստոպ, ասի չէ, ես էլ վերցրեք։
Երևի թե նման գործողությունների արդյունքում է, որ այս մարդը ճիշտ ասած հայտնվել է իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, եթե չեմ սխալվում, դեռ 14-15 թվականից մենք շուտով հրապարակելու ենք բոլոր այն հաղորդումները, որոնց հիման վրա վարույթներ են նախաձեռնվել, հետո տենց մնացել, թթու դրել Արամյաններ, Հայկո Ղարիբյաններ, դե այդ երկյակին լավ եք ճանաչում, որից հետո մի բան վաղեմություն, մեկը կասեցվել է, հետո իրար են միացվել, հետո կարճվել են, այսինքն քրեական դատավարության օրենսգրքի բոլոր գործողությունները կատարվել է, բացի նրանից, որ այս մարդը դեռ չի կրել իր արժանի պատիժը, որտեվ երբ անդրադառնանք տուժողների քանակին, գումարների քանակին, փաստաթղթերի, որոնք առերևույթ կեղծվել են փաստաթղթեր, երբ անդրադառնանք Արմեն Գագիկի Մելիքյանի աշխարհագրական իր գործունեության աշխարհագրական սփռմանը մինչև Բեյլիս կղզի, պատկերացրեք, մարդիկ Բեյլիզի մի մասը մենակ լիկյոր գիտեն, բայց այս մարդը հասել է Բեյլիս կղզի, Չինաստան, մնացել է մենակ Անտարկտիդա, որ գնա, կամ Զիմլյա Կառալևի մոտ, ընդեղից փաստաթղթեր բերի։ Ինչևէ, այդ բոլորին մենք անդրադառնալու ենք, եւ այս պարագայում ես հասկացա, թե ինչու էր այս մարդը բացառապես չէր ուզում, որ իրեն նկարեն, նույնիսկ ոչ թե տեսաձայնագրվի, այլ նույնիսկ իրեն նկարեն, որովհետև ասեմ ձեզ, խարդախության զոհերը միշտ չեն ճանաչում այն մարդուն, ով որ իրենցից խարդախությամբ գումարները կարողանում կորզել։ Երբ որ արդեն նկարները մարդիկ տեսնում են, դառնում են զգուշավոր։ Լավ։ Երբ խոսում ենք նրա մասին, որ կա կազմակերպված խումբ, հանցավոր, սա նրա մասին է, որ էլի եմ ասում, այս մարդը չէր կարող մենակ անել եւ նրա համար, որպեսզի կարողանա, այսպես ասած, իր գործունեությունը, իրեն հատուկ գործելակերպը շարունակել, վերջինս իր գործերի մեջ ներքաշել է իր ընտանիքի անդամներին, ձեզ մի հատ Կոմիտաս Կարապետյան 2 եմ բերել։ Ես չեմ կարողանում հասկանալ, այս տղամարդիկ ոնց են էլի կարողանում ի վերջո իրանց երեխեքին, իրանց կանանց ներքաշել, այսինքն փողը այդքան կուրացնում է, կամ երևի սրանց կարելի է բնութագրել Զալատայ անտիլոպա մուլտիկով, որտեղ սրանք փողը որ տեսնում են, ընդհանրապես կուրանում են։ Հակառակը, երբ ընդհանրապես կինն է ինչ-որ մի բան արած լինում կամ երեխան, ցանկացած ծնող կամ տղամարդ ասում է, չէ, ես եմ արել։ Բայց սա, որպեսզի կարողանա շարունակի իր գործունեությունը, իր տարատեսագործունեությունը, ներքաշել է ամեն ինչի մեջ, ոչ միայն տարբեր կազմակերպություններ, որոնց մասին շուտով խոսանք, այլ նաև իր կնոջը Կարինե Եղիազարյանին, Մանարխ Կապիտալ, տերմիկ ինչ անուններ են դնում, Մանարխ Կապիտալ ԲԲ եւ Մանարխ Կապիտալ Սենտր ՍՊ-ի բաժնետեր եւ կարծում եմ նախաքննական մարմինը Տիկին Եղիազարյանից պետք է հարցնի այդ ինչով դառավ բաժնետեր։ Միշտ գիտեք, ասում են առաջի միլիոնը եթե իմանանք որտեղից է, բնականաբար պարզ կլինի մնացած ճանապարհը, բայց մարդիկ երբեք այդ առաջի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարի մեջ չեն խորանում, որը բնականաբար մի բան, եթե փտած է, այսինքն որ անառողջ ծառը չի կարող առողջ պտուղ տալ։ Հիմա պետք է հասկանալ, թե այս Տիկին Կարինեն ինչ գործարար կյանքով է ապրել եւ որտեղից է այդ գումարները եղել։ Ներքաշվել են նաեւ վերջինիս տղան Միքայել Մելիքյանը, հիմա նայեք Միքայել Արմենի Մելիքյանը եւ աղջնակը Աննա Մելիքյանը։ Պարզվում է, որ այս ընտանիքում բոլորը պղնձի մոլիբդենի հարստացման, վերամշակման լուրջ մասնագետներ են եւ այստեղ իմ համար զարմանալի չի, որ պղնձի մոլիբդենի կոմբինատն է նշվում, որովհետեւ մեր երկրում, ես կարծում եմ հետսովետական ժամանակաշրջանում հանցագործությունների մի մասը, տնտեսական հանցագործությունների մի մասը հենց կապված է այդ կոմբինատի հետ, Գիցուկ Վահե Հակոբյան, Նարեկ Ամբարյան, Պոլոսկով, Շմոլոսկով, Էլիզաբետ Պետրոսյան, նույն Կոմիտաս Կարապետյանի կինը, այս բոլոր մարդիկ, չգիտես ինչի պղնձի մոլիբդենի կոմբինատի հետ են կապում իրենց հանցավոր գործունեությունը։ Հիմա հասկանանք, թե ինչ է Արմեն Գագիկի Մելիքյանը իր գործարքների մեջ ներքաշել իր ընտանիքի անդամներին, կնոջը եւ երեխաներին երիտասարդ։
Հարցը նրանում է, որ սրա դրդապատճառը եղել է այն, որ Արմեն Գագիկի Մելիքյանը Երևան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27/11/2015 թվի վճռով ճանաչվել է սնանկ։ Հիմա դուք պատկերացնում եք շատ լավ ձև է, մարդիկ մարդկանց գցում են, վերջում ճանաչվում են սնանկ, պարտատերերի ցուցակն էլ կազմվում է ու տենց ըստ էության մնում է։ Ես էլ շատ քիչ մարդ գիտեմ, որ իր գումարները ստացել է, ըստ էության պարտատերերի ցուցակն է 2016 թվականին հաստատվել են այն բոլոր պարտատերերը։ Մենք հետո հələ անցնելու ենք այդ բոլոր տուժողներին, բազմաթիվ տուժողներ։ Ես ուղղակի զարմանում եմ, էլի։ Եվ այս մարդը լինելով սնանկ Այսինքն մարդը ինքը սնանկ է, սկսում է տարատեսակ մանիպուլյացիաներով այն ինչը որ ինքը պետք է աշխատեր եւ պարտատերերի պարտքերը փակել, արդեն ինքը ասում է ես սնանկ եմ, էս իմ աղտղայինն է, էս իմ աղջկան էս է, կնոջս է, հələ պետք է տեսնել կնոջից բաժանված է թե չէ, այս ամեն ինչը մենք հետո ուսումնասիրենք։ Եվ հիմա պատկերացրեք, որ սա հանդիսանում է այս սուբյեկտը հանդիսանում է Ալապմետ ՓԲ-ի տնօրեն, այդ Ալապմետը հենց զբաղված է պղնձի մոլիբդենի գործարանի մոլիբդենի վերամշակմամբ, չեմ ուզում տեխնիկական նրբությունների մեջ խորանալ։ Եվ աղջիկը 20 քանի տարեկան աղջիկը Աննա Գագիկի Մելիքյանը հանդիսանում է Ալապմետ ՓԲ-ի բաժնետեր։ Ինձ մի հատ կարող եք ասել ոնց է ստացվում, որ այս մարդկանց երեխեքը հատուկ ինչ որ բարձր ընկալման շեմ ունեն, վունդերկինդներ են։ Մենք տենում ենք այնտեղ այն Արցախի փողերը թալանածների 18-20-26 տարեկան լակոտները։ Այստեղ տեսնում ենք այս աղջիկը արդեն Ալապմետի բաժնետեր է դարել։ Ոնց որ իր մաման է դարել Կարինե Եղիազարյանը Մանարխ կապիտալ, սրանց էլ անդրադառնալու ենք ԲԲ-ի եւ Մանարխ կապիտալ սենթր ՍՊ-ի բաժնետեր, նույն ձևեր իր աղջիկն է դարել, այսինքն դուրս է գալիս, որ այսօր օրենսդրությունը պետական մարմինների նախաքննական մարմինների թողտվությամբ դուրս է գալիս, որ եթե մարդը խարդախությամբ գցել է լիքը մարդկանց եւ կան լիքը տուժողներ, բա տուժողը գցելն է, չի գնացել ճակատները պաչել, լիքը բանկեր կան, որ այս մարդու գործունեությունից տուժել են, քաղաքացիներ կան, որ տուժել են, ինքը ասում է, վсё, փող չկա, ես ընդամենը Ալապմետի տնօրեն եմ, աղջիկ սա բաժնետեր, տղաս Հեքսագոն ԲԲ-ի տնօրենն է, որ 100%-ը պատկանում է Ալապմետը պատկանում է 100%-ով դրան։ Այսինքն այս կարգի Սրանք կարող է, սրանք են, որ մատնոցը սենց պտտացնում են, ոնց որ վանաձորցիկ ասում է շաշացնում են մարդկանց, ու մարդիկ մնում են գցված կարգավիճակում։ Բանկերը եւս չնայած որոշ բանկերի հետ պարոն Մելիքյանը ունի շատ պարտներսկի հարաբերություններ, դրա մասին մենք հետագայում կխոսանք։ Եվ այստեղ ի հայտ է գալիս Հեքսագոն ՓԲ-ի տնօրեն, հիմնադիր Միքայել Գագիկի Մելիքյանը, պատմական տղա, մի տղա, որը այն ժամանակ, երբ որ մեր երկրում զինվորները գնում էին, պաշտպանում էին Արցախ, մեր հանրապետության սահմանները, սա խուսափել է բանակում ծառայելուց եւ պարոն Բեկթաշյանը, դատավոր Արմեն Բեկթաշյանը 2017 թվականի մարտի 28-ին դատական ակտ է կայացրել սրա վերաբերյալ։ Այս ոնց է էլի ստացվում։ Բանակը մենակ աղքատի համար է, այդ ձեր լակոտները չպիտի ծառայեն բանակում, հա, Կոմիտաս Կարապետյան, չգիտեմ, այնտեղ այս վերջերս ինչ որ մեկից հարցնում են ականջի մինինգիտ 2 տղաներ, չեմ հիշում ով էր ներկա իշխանություններից։ Այսինքն նախկինը լինի, ներկա լինի, իրանք ծառայող չեն։ Կարող է գիտեք մենք ձեր ծառաներն ենք, հա։ Ինչ էր անունը Արմեն Մելիքյան։ Այդ մեր տղեկը քո տղուց պակաս են եղել։ Ես այս քեզ պակասն ու ավելը ցույց կտամ քեզ ու քո ընտանիքին։ Այս դուք ով եք դարել, որ աղքատի հաշվին գնում եք դուք ձեր լակոտները պիտի կայֆեր անեն, չունե որ ընտանիք երեխեքը գնան հայրենիք պաշտպանեն, հա։ Հայրենիք պաշտպանեն, որ քու պեսը հազարավոր մարդկանց, այսպես ցուցակ կա քո պարտատերերի։ Գցի հետո էլ ասի Ալապմետ, ես կապ չունեմ։ Հեքսագոնը, տղայինս է Մանարխը, կնգանս է Ալապմետի բաժնետերն էլ աղջիկս է։
Էս դուք եկել եք սատանի մայլեն քանդրբազություն եք անում, հա? Հիմա նայեք շատ հետաքրքիր բան։ Այս տղան Միքայել Արմենի Մելիքյանը, այս մոզգը մեղավոր է ճանաչվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի առաջին մասով, սա հին օրենսգիրքն է, եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով, որպես խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին թողնել անփոփոխ եւ այլն, բայց Արմեն դու Արմեն մեծ կապեր ունի բոլոր իշխանությունների օրով։ Վերաքննիչ դատարանը բեկանում է, բայց վճռաբեկ դատարանը մխում է, բայց այդքանից հետո սա պետքա գնար ծառայելու, սա փոխանակ ծառայի, հարգելիներս, նայեք ինչով է զբաղվում։ Ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված 1 տարով Lexus-ը տրժացնում Տավուշի մարզում։ Այսինքն երեխեքը գնան մեռնեն, հա, այլակոտ, որ դու Lexus-ը տառնես ու այնքան լկտի ու ցինիկ լնես, որ ձերն է էլի Տավուշի մարզը, Lexus-ով տժանես, դատավորնել, քեզ ընդամենը մի հատ փոճորիկ տուգանք նշանակի, որ դու մի տարի զրկված ես եղել, այդ Lexus-ը որտեղից հերդ պարտատերերի փողերով առել, որ դու քշես, թե դու տենց վունդերկինդ լնելով չգնացիր բանակ ծառայելու։ Իդեպ, ես հիմա պատկան մարմիններին ասում, սա ինչի չի ծառայել բանակում։ Այն որ ինքը դատական ակտ է կայացվել եւ հաստատվել է, փեչատվել է, վերաքննիչ դատարանը տուդի սյուդի, վճռաբեկ դատարանը մխել է։ Դու պետքա գնայիր ծառայելու։ Ինչի չես ծառայել, հեքսագոն ես խաղացնում, թե պապայիդ ալապ մետն ես խաղացնում, քույրիկիդ ու պապայիդ, այլևս նման բաներ չի լինելու։ Դուք բոլորդ, ես ուղղակի այսօր չուզեցա այս երիտասարդների եւ տիկնուհու նկարը դնեմ, բայց եթե դուք խելքներդ գլուխներդ չհավաքեք, բոլորդ էլ լինելու եք այս նկարներով։ Այսինքն, հարգելիներս, իմ ասածը ինչ է, որ ես այն օրը, որ դատարանի, հակակոռուպցիոն դատարանի դրսից խոսում էի, այս սուբյեկտի մասին է, բայց սրա արկածները հատորներ է, այսինքն եթե ես այսօր խոսեմ, կխոսամ մինչև երևի տարվա վերջ, դրա համար մաս, հատ առ հատ, ոնց որ սիրում են ասել այս իշխանությունները, կոպեկ առ կոպեկ, ես քեզ անդրադառնալու եմ Արմեն Գագիկի Մելիքյան եւ դու պատասխան ես տալու եւ նախաքննության մարմինը այն ինչ որ իրենք արել են մենակ խարդախություն խոշոր չափերի իրենք իրենց թերությունը պետք է վերացնեին եւ կարծում եմ դեռ ուշ չի որպեսզի դուք դատապարտվեք որովհետեւ հիմա լիքը բաներ ենք սենց լույս աշխարհ բերելու եւ ձեր պատիժը կրեք նրա համար որ դուք գնացել եք սնանկության, հա, մենք լավ գիտենք ոնց են գնում սնանկության։ Ոնց էր մարդկանց գցում, մարդիկ տարիներով սպասում, դուք ալապմետներ ու լեքսուսներ եք քշում Երևան քաղաքով, չի լինելու այդ Արամի վրա բնական վայ դա աղջկանս է, չգիտեմ որ վայ դա սիրա, վայ դա իմ ավտո լվացողինն է, էսում եք էշի տեղ դրել։ Այն 90-ականները անցավ էլի։ MMM-ն էլ պրծավ, NASDAQ-ն էլ պրծավ, մնացածն էլ պրծավ։ Ասածս ինչա ժողովուրդ, ուշադիր եղեք, մենք շարունակաբար ներկայացնելու ենք Արմեն Գագիկի Մելիքյանի արկածները Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս Բեյլիսներ ու Մեյլիսներ, Չինաստաններ, չինացի ներդրողներ, փաստաթղթեր, ստորագրություններ, մի հատ դետեկտիվ կինո է գնում այսօր հակակոռուպցիոն դատարանում։ Եվ ելի եմ ասում, սա ինձ համար շատ մտահոգիչ դեպք է, որտեղ ես տեսնում եմ, որ մեղադրող դատախազ իդեմս չգիտեմ ինչ անունը չեմ հիշում Երիցյանի տպավորություններ ստեղծվում, որ սա իմ համար եզակի դեպք է հակակոռուպցիոն դատարանում, որ ինքը եւ մեղադրյալը մի մարդ են։ Շատ ուշադիր եղեք, հարադարժան դատախազություն, սա անթույլատրելի երևույթ է։ Ես կարծում եմ, որ շատ շուտով կհանդիպենք եւ կզրուցենք արդեն
հատ առ հատ մարդկանց մասին։ Լավ մնացեք, կորեյկոներ, դուք բոլորը ջրի երես եք դուրս գալու, վստահ եղեք, ուղղակի ժամանակը սա քիչ, բայց ոնց էլ լինի, կների, որ ձեզ ջրի երես անեմ, որտեվ այն որ դուք տես տարիներով մտածել եք ոնց անեք հանցագործություն, ես վատ մասնագետ չեմ, իմ համար սենց է, որ ձեր արածները ջրի երես անեմ։ Այսքանը, լավ մնացեք։